Ինչ ճակատագիր է սպասվում էթնիկ զտման ենթարկված 120,000 արցախցիներին։ Շվեյցարիայի խորհրդանի վերին պալատում եկող շաբաթ կքննարկեն միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշխիքներով Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայերի միջև երկխոսության հաստատման, ինչպես նաեւ հայերի ապահով վերադարձի հարցերը։ Շվեյցարական խորհրդանի ստորին պալատն ի դեպ ամիսներ առաջ է բանաձև ընդունել արցախցիների անվտանգ վերադարձի հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու համար։ Նաեւ այդ խնդրով դիմել է կառավարությանը։ Շոշափելի տեղաշարժ սակայն մինչև այսօր չկա։ Արցախցիները հույս ունեն, որ եթե եկող շաբաթ մի բանաձևել վերին պալատն ընդունի, շվեյցարական կառավարությունը տեսանելի քայլերի կգնա։ Մինչև այդ Եվրոպական միության խորհրդանի սեղանին Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցն է։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անօրինական կալանքը եւ կեղծ դատավարությունները վերնագրով քննարկումից հետո քվեարկությունը նախատեսված է մարտի 13-ին։ Ինչ կտա այս փաստաթուղթը, եթե այն բանաձև դառնա։ Նման փաստաթղթերը հետագայում քաղաքական սանկցիաների հիմք են հանդիսանում կամ էլ այնպես փաստաթղթի մեջ պետք է նշվի սանկցիա կիրառում են թե ոչ։ Բնականաբար նման փաստաթղթերը ապագայում ենթադրենք Ադրբեջանը ուզում է ինչ-ինչ տնտեսական հարաբերություններ հաստատել Եվրոպական միության հետ։ Միշտ էլ գտնվել են դիմադիրներ, որոնք մատնացույց կան նման փաստաթղթերի, որպեսզի ասենք համաձայնագրեր չկնքվի։ Ֆրանցիսկո Ասիս, Վասիլե Դինկուն, Նաչո Սեանչես Ամոր, Էվին Ինսիր, Վիտենսիս Պովիլաս Անդրյուկայտիս, Յաննիս Մանիատիս, Եվրոպադգամավորները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին հետևել իրենց միջազգային պարտավորություններին, այդ թվում Ժնևի կոնվենցիային եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային։ Դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ բանտարկյալների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների անարդար կալանավորումը, անմարդկային վերաբերմունքը եւ անարդար դատավարությունները եւ պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը։ Քանի որ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ընդունել են 23 անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ հայկական ծագում ունեցողների կալանավորումը, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանները փաստագրել են հայ գերիների առնվազն 80 հաստատված դեպք։ Քանի որ գոյություն ունեն Բաքվում պահվող հայ բանտարկյալների հանդեպ բռնության, հոգեբանական խոշտանգումների եւ անարդար դատավարության վերաբերյալ հավաստի հաղորդումներ, այդ թվում 7-ի դեպքում, որոնք արդեն դատապարտվել են անարդար դատավարություններում երկարատև ազատազրկման։ Քանի որ 2025 թվականի հունվարի 17-ից 16 կալանավորվածներ, այդ թվում Արցախի, Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմական եւ քաղաքական առաջնորդներ, ենթարկվել են անարդար դատավարությունների, թափանցիկության եւ պատշաճ գործընթացի բացակայությամբ։ Քանի որ ձևակերպումով պատճառաբանությունների շարքը եվրոպադգամավորները երկար են շարունակում ու հիմնավորում կոչ անում միջազգային քրեական դատարանին ու գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման, հետապնդման եւ էթնիկ զտումների դեպքերը։ Ցանկացած դատական ակցիան այդ փաստաթղթի վրա հեշտությամբ հղում կատարի, որպեսզի իրավական հիմնավորումները հիմնավորի։ Ամենաշատը անհանգստացած դրանցով Ադրբեջանն։ Նիդերլանդների թագավորության արտգործնախարարն էլ է հայտարարել, թե գերիների հարցը կբարձրացնեն Բաքվում։ Կասպար Վելտկամպը ասել է, ազատ եւ արդար դատավարության նրանց իրավունքները պետք է պահպանվեն եւ Նիդերլանդներն ու Եվրամիությունը կշարունակեն առաջ մղել այս հարցը։ Ինչ ազդեցություն կունենա միջազգային այս արձագանքը Ալիևի վրա։ Գործուն կիրառություն կունենա Եվրամիության խորհրդանի փաստաթուղթը։ Հանրահայտ է, որ երբ իրեն ոչ ձեռնտու բանաձևեր էր ընդունում Եվրոպայի խորհրդի օրենսդիրը, Ալիևն այդ փաստաթղթերը հենց այդպես զուգարանի թուղթեր որակում։ Տիրանե Շմուրադյան, ժամը լրատվական։